Հասարակության ձայնը մեր եթերում, հարթակ։ Բարի օր, եթերում հարթակ հաղորդաշարն է։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարթակի այսօրվա հաղորդումը շարունակելու է հանդուրժողականություն թեման, սակայն խնդրին անդրադառնալու ենք բնապահպանության տեսանկյունից։ Նշեմ մի փաստ. նախկինում անտառածածկ էր Հայաստանի տարածքի 34-ից 40%, այժմ այն 10-ից 12% է։ Հայաստանի տարածքների մոտ 43%-ն ունի անապատացման խնդիր։ Անխնա շահագործում են հանքերը, որն էլ աղետ է դառնում շրջակա միջավայրի համար։ Բնությունը սիրելու եւ պահպանելու համար մեզնից պահանջվում է ամենափոքր բանը՝ մաքուր պահել մեր բակը, մեր տարածքը, մեր գյուղն ու քաղաքը։ Մաքուր պահել մեր երկիրը ու կարողանալ ներդաշնակ ապրել մեր կողքին ապրող էակների հետ։ Հանդուրժողականություն նշանակում է բազմազանության, խաղաղության ու հայկական բնության գեղեցկության ընդունում։ Այս բոլոր խնդիրների շուրջ քիչ անց տաղավարում զրուցելու ենք իմ հյուրի, հանուն կայուն մարդկային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանելյանի հետ։ Իսկ մինչ այդ առաջարկում եմ լսել ռեպորտաժը։ Բնության պահպանությունը պետության խնդիրն է, իսկ հասարակությունը պետք է կարողանա ներդաշնակ ապրել իր միջավայրում։ Մեր հասարակության համար բնապահպանական խնդիրներն առաջին պլան չեն մղվում, քանի դեռ այն անձամբ իրենց չի վերաբերում։ Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը նշում է, որ զարգացած եվրոպական երկրների համար առաջնահերթ է բնության պահպանումը, քանի որ հասկացել են, թե ինչ ահռելի խնդիրների առաջ կարող են կանգնել, եթե անտեսեն դրանք։ Մենք առաջին հերթին սկսեցինք ոչնչացնել մեր անտառները, ու դա այսօր էլ շարունակվում է։ Հենց այսօր տարբեր խմբեր ակտիվիստներ անցկացնում են մոնիտորինգ, այցեր ուղղակի տարբեր Հայաստանի տարածքներ։ Հազարավոր ոչ օրինական կտրած ծառեր են հայտնաբերում։ Եվ դրա համար ոչ ոք պատասխան չի տալի։ Այնտեղ բացի ծառից կենսաբազմազանություն կար, որ ապրում էր այդտեղ։ Այն դրանք էլ են վերանում։ Ստեղծված բնապահպանական շարժումները թեպետ փոքրաթիվ կազմով, սակայն կարողանում են իրավասու մարմնի կայացրած այն որոշումների առաջն առնել, որոնք կարող են դառնալ ուղղակի բնապահպանական աղետ։ Նույն շիկահողը, որի համար բավականին պայքար գնա ժամանակի, որ ճանապարհը շիկահողի տարածքով չանցնի։ Այսօր այդ շիկահողի սահմանային, այսպես ասենք, եւ ոչ սահմանային արդեն ներսի տարածքներում անտառատումներ են։ Խոսրովի արգելություն նույն պատմությունը կա։ Բոլոր արգելությունները անտառատումներ կան։ Ցանկացած անտառապետի, անտառապահի, երբ որ հասնում է սեզոնոտ անտառահատումներ անօրինական կան, ասում են չկա։ Բայց երբ որ դու ինքդ մտնում ես, տեսնում ես ինչպիսի վիճակ է։ Դրանք իրենք տեղյակ են, առանց իրենց մասնակցության եւ տեղյակության որևէ բան չի տեղի ունենում։ Ջրառատ համարվող Հայաստանը ինչ որ պահի կարող է մաքուր ջրի խնդիր ունենալ։ Աղտոտված են գետերը, չեն լուծվում Սևանա լճի բազմաթիվ խնդիրները։ Հիմա անցյալ տարվանից Սևանը 10 սանտիմետր ցածր է։ Այնինչ պետք է, եթե ոչ ավելանար, գոնե մնար նույն մակարդակի։ Ըստ պաշտոնական տեղեկությունների նորմայից ավել ջուր բաց չի թողնվել։ Մի քանի օր առաջ բացատրությունն է, որպես տվեցին, թե գոլոշիացման խնդիրներ կա հիմա։ Ճիշտ է, այս շրջանում Սևանը ունենում է գոլոշիացման ամենամեծ ծավալները։ Սևանի խնդիրները շատ են, մաքրման խնդիրները։ Սևանի ջուրը դա ստրատեգիական նշանակություն ունեցող երևույթ է ոչ միայն Հայաստանի եւ տարածաշրջանի համար։ Էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Գրիգորյանն էլ մեզ հետ հեռախոսազրույցում Հայաստանի համար դիտարկում է բնապահպանական երկու խնդիր՝ հանքեր եւ հիդրոէլեկտրոկայաններ։ Հիմնականում երկու գեր կարևոր բնապահպանական խնդիր կա՝ հանքեր եւ հեկեր։ Հանքարդյունաբերությունը իր ամբողջ թափոններով եւ քաղաքացու համար գրեթե զրոյական եկամուտով եւ հեկերը, որոնք թվում է թե վերականգնվող էներգետիկա, մաքուր ինչ-որ միջոցները եւ որևէ խնդիր պետք է չառաջացնի էկոլոգիական տեսանկյունից, բայց հայաստանյան իրականության պարագայում աբսուրդի է հասնում սա արդեն։ Սա կոնկրետ էկոլոգիական խնդիր առաջացնում, որտեղ փոքր գյուղական առուների վրա կառուցվում են հեկեր, ամբողջությամբ վերցվում է ջուրը, նորմալ չի սարքում ձկնուղին եւ ամբողջությամբ այդ էնդեմիկ պոպուլյացիան վերածվում է ձկնային պաշարների։ Պլյուս դրան խնդիրներ առաջացնում ռոռոկման համակարգի հետ կապված, խնդիրներ առաջացնում այդ ջրի վերականգնման ֆունկցիայի հետ։ Մի խոսքով ամբողջ շրջակա միջավայրի վրա դա ազդում է գյուղատնտեսական արտադրանքի վրա։ Թափ հավաքած հանքարդյունաբերությունը ու փոքր հեկերի կառուցումը աղճատել է գետերի էկոհամակարգը, ասում է կանաչների կուսակցության նախագահը։ Որոշ դեպքերում բնակիչները դեմ են գնում այն նախագծին, որի վնասն ավելին է լինելու, քան ակնկալվող օգուտը։ Բնակիչներն արդեն ձեռքները ծալած չեն նստում, հավելում է Արթուր Գրիգորյանը։ Թեղուտի անկավարի հարևանությամբ կա մի գյուղ Ծաղկաշատ։ Ամբողջ գյուղը դեմ դուրս եկավ նրան, որ Թեղուտ
Հակբաժնետիրական ընկերությունը ցանկություն ուներ ընդլայնելու տարածքները հանքնապետության կատարելու համար։ Մարդիկ շատ լավ տեսնում են իրենց հարևան թեղուտ եւ շնորհ գյուղերի վրա ինչ ազդեցություն ունի արդեն դեռևս չաշխատող թեղուտի հանքավայր։ Խախտվել են ջրային ռեսուրսների իրենց սնուցման դաշտերի ռոկման սխեմաները, շատ տեղեր ջուր չունեն։ Համատարած փոշին հետ գյուղերի վրա է, այսինքն մարդիկ զրկվեցին իրենց հողից, որից իրենք սնվում էին, իրենց անտառից, որտեղ իրենք սնվում էին, մաքուր օդից, մաքուր ջրից, չունեցան աշխատատեղ, ոչ մի բան չունեցան, այսինքն զրկվում են ամեն ինչից։ Տեղական համայնքները սկսում են իրավական տեսանկյունից հարցերին անդրադառնալ։ Հասանք նրան, որ դատարան դիմելու իրավունք վերապահվեց բնապահպանական հկաներին եւ ազատագիր համայնքի բնակիչներին, արդեն դատարանում ունենք գործեր տարբեր մարզերից, իդեպ Ամուսարի գործն է գտնվում դատարանում, որը Ջերմուկի հարակից գնդեված համայնքին է վերաբերում, Վայոց-Ձորի մարզ, հիմա Սյունիքի մարզից մի գործ կա, վերաբերում է Գեղանուշի Պոչամբարին, դատական քննության process-ը ընթանում, Թեղուտի գործն է շարունակում դատական process-ում, այսինքն աստիճանաբար նաև որակն է բարձրանում։ Մեր հասարակությունը չունի էկոլոգիական մշակույթ, գնահատական են տալիս մասնագետները։ Հարթակի երկրորդ էջում, ինչպես միշտ, լսելու ենք սոցիոլոգների մասնագիտական վերլուծությունը։ Այս պահին տաղավարում իմ հյուրն է հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անգելինա Մակարյանը։ Բարի օր, Անգելինա։ Որքանով է արդյոք մեր հասարակությունը տեղեկացված բնապահպանական խնդիրների վերաբերյալ։ Ըստ հարցման մասնակից փորձագետների, հանրության իրազեկվածության մակարդակը բնապահպանական խնդիրների վերաբերյալ բավարար չէ, սակայն եթե դիտարկում ենք դինամիկայի մեջ, ապա վերջին տարիներին նկատվում է բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում։ Նկատվում է դրական փոփոխությունների միտում։ Բնապահպանական խնդիրները սերտորեն կապված են սոցիալական խնդիրների հետ։ Ինչպես նշում է հարցման մասնակից փորձագետը, մարդիկ կարող են ճանաչել խնդիրներ, լինել դրա անմիջական կրողը, գիտակցել դրա առկայությունը, սակայն այն չանվանել բնապահպանական կամ էկոլոգիական։ Եթե բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը փոփոխման դրական միտում ունի, ապա տեղեկացվածության խորությունը, պատճառահետևանքային կապի վերաբերյալ իմացությունը եւ բնապահպանական խնդիրների կարգավորման վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը ըստ փորձագետների դեռևս ցածր է։ Իսկ որքանով են հասարակության անդամները հետաքրքրված բնապահպանական խնդիրներով։ Բնապահպանական խնդիրների վերաբերյալ հետաքրքրվածության մակարդակը փորձագետները նույնպես ցածր են գնահատում, նշելով, որ բնապահպանական խնդիրները հետաքրքրվածություն են առաջացնում միայն այն տարածաշրջանում, որտեղ դրանք առկա են։ Խնդիրների վերաբերյալ հետաքրքրվածությունը կրում է զուտ տեղային լոկալ բնույթ։ Միևնույն ժամանակ փորձագետը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունում ամենից ուժեղ շարժումները բնապահպանական շարժումներն են։ Բնապահպանական շարժումներում ներգրաված են լինում մեծ թվով մարդիկ, եւ շարժումները կրում են շարունակական բնույթ։ Որ խնդիրներն են համարում առաջնային բնապահպանական խնդիրներ մեր հասարակության անդամները։ Կա այդպիսի հետազոտություն։ Նման հետազոտություն իրականացվել է եւ հետաքրքրական է այն տվյալը, որ մեր հասարակության 45.5%-ը ընդհանրապես դժվարանում է պատասխանել, թե որոնք են այն հիմնական բնապահպանական խնդիրները, որոնք առկա են Հայաստանի Հանրապետությունում։ Միևնույն ժամանակ կան որոշակի խնդիրներ, որոնք հաճախ նշվում են։ Դրանցից է անտառների հատումը, անտառային տարածքների բացակայությունը։ Այս մասին նշել են 19.6%-ը։ Շրջակա միջավայրի աղտոտվածությունը նշել է 14.1%-ը։ Մյուս խնդիրների վերաբերյալ տոկոսային հարաբերակցությունները բավականին ցածր են, այդ թվում օդի աղտոտվածությունը, խմելու ջրի խնդիրը, փոչամբարների վնասակար ազդեցությունը եւ այլն։ Անգելինա, իսկ արդյոք քաղաքացիները ինչ դիրքորոշում ունեն։ Կարող են ինչ-որ կերպ ազդեցություն ունենալ բնապահպանական խնդիրների կարգավորման հարցում, թե մտածում են, որ իրենք անզոր են լուծելու որևէ նմանատիպ խնդիր։ Ինչպես վերը նշեցի, բնապահպանական խնդիրների կարգավորման ուղիների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը ցածր է։ Այն հարցին, թե յուրաքանչյուր ոք ինչ պետք է անի, ինչ քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի լուծվեն առկա բնապահպանական խնդիրները, հարցման մասնակիցները հիմնականում նշում են շրջակա միջավայրը չաղտոտելը։ Այս մասին նշել է 33.9%-ը։ Ծառատուն կազմակերպելը նշել է 9.8%-ը, ծառերը չհատել է 7.2%-ը։ Այն հարցին, թե արդյոք յուրաքանչյուր ոք ինչ քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի լուծվեն առկա բնապահպանական խնդիրները, հարցման մասնակիցները հաճախ նշում են այնպիսի պատասխաններ, որոնք մասնագետները կոդավորում են որպես վերացական գործողություններ, անորոշ պատասխաններ։ Այդպիսի պատասխանների թվին են պատկանում յուրաքանչյուր իր հերթին հնարավորինս չափ պետք է օգնի, ճիշտ ապրելակերպ պետք է ունենա, մտածի ապագա խնդիրների մասին եւ այլն։ Այս
Տվյալները ցույց են տալիս, որ մեր հարցման մասնակիցները դեռևս հստակ պատկերացում չունեն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվի առկա բնապահպանական խնդիրների կարգավորման համար։ Շնորհակալություն Անգելինա, տվյալները մեզ տրամադրելու համար։ Սելի ռադիոլսողներ, մեր հաղորդումը շարունակվում է շուտով, տաղավարում կլինի նաև իմ հյուրը։ Հանրային ռադիոյի եթերում շարունակվում է հարթակ հաղորդաշարը։ Այսօրվա մեր թեման բնապահպանությունն է։ Այժմ իմ հյուրն է հանուն կայուն մարդկային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանելյանը, բարի օր։ Բարի օր։ Տիկին Դանելյան, ո՞րն եք համարում մեր երկրի ամենաառաջնային բնապահպանական խնդիրն այսօր։ Նախ էկոլոգիայի հիմնական օրենքը ասում է ամեն ինչի հետ կապված է։ Այնպես որ եթե նշում ես ջուրը, ուրեմն կողքը հողն է, հետո օդն է, հետո կենսաբազմազանությունն է եւ ամենտեղ մարդն է իրեն առողջությամբ, բայց մեր հիմնական խնդիրներից այսօր կարող եմ նշել ընդերք օգտագործումը։ Մի ֆիլմ կա շատ ծանր անուն ունի Հայաստանի կոտրվող ողնաշարը, բայց դա ցավոք ճիշտ է, որովհետև մենք կտրում ենք հիմքը Հայաստանի բնության եւ հետեւաբար Հայաստանի ապագայի։ Այսօր մեր հասարակությանը մտահոգում է ձեր նշած այս խնդիրը եւ որքանով ենք մենք հանդուրժող խնդրի վերաբերյալ։ Կարծում եմ, որ մտահոգում է շատ նախ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է, իսկ դա ցուցանիշ է եւ ամենակարևոր ցուցանիշներից է եւ շատ հուսադրող է, որ մենք ունենք շատ լուրջ երիտասարդական շարժում, որոնք եւ Երևանի խնդիրներով զբաղվեցին եւ ընդերքի խնդիրներով եւ ընդերքի օգտագործման, կենսաբազմազանության պահպանության, դա շատ հուսադրող է։ Մեր աչքի առաջ մայրաքաղաքում պուրակներն ու կանաչ տարածքները տեղզիջեցին նորակառույց շենքերին։ Կարելի ասել, որ հասարակական ճնշումը բավարար չի եղել, այսինքն այնքան էլ սրտացավ չեն եղել մեր բակի, ծառերի եւ շրջակա միջավայրի նկատմամբ։ Հետաքրքիր է, որ ես հիմա գնալու եմ Երևանի պետական համալսարան, որտեղ հենց այդ խնդիրներն են քննարկվում միջազգային գիտաժողովի շրջանակներում, քաղաքների էկոլոգիական խնդիրները։ Եվ հիմա մեծ համաշխարհային գործընթաց է այսպես կոչված, առաջ ասում էին կայուն քաղաքներ, հետո էկո քաղաքներ, հիմա խելացի քաղաքներ։ Ցավոք մեր քաղաքները հատկապես Երևանը իրեն չի դրսևորել որպես խելացի քաղաք, բայց դա իրեն հիմքերն ունի։ Ես կարծում եմ, որ քաղաքաշինությունը ֆիքսում է քարի մեջ, բետոնի մեջ այն իրավիճակը, որ երկրում գոյություն ունի։ Այսինքն որքանով են օրենքները աշխատում, ինչ հայեցակարգ է գործում զարգացման, իսկ անցումային շրջանում եղավ այնպես, որ մեզ պարտադրվեց եւ ցավոք մենք ընդունեցինք, բոլոր երկրները չեն, որ ընդունեցին։ Այն փոփոխությունը, որ պետությունը այսպես ձեռքերը ծալած կողքից նայում է, միայն օրենքները գրում, ենթաօրենսդրական ակտեր, իսկ շուկան ամեն ինչ կկարգավորի։ Անվերահսկելի շուկան իրեն էությամբ բացարձակ հակասոցիալական է, հակաէկոլոգիական։ Եթե դու համապատասխան մեխանիզմներ, վերահսկողություն չես դնում, եւ այդ անվերահսկելի շուկան մտավ քաղաքաշինություն եւ խիստ բարձրացրեց Երևանի էկոլոգիական ռիսկերը, սեյսմիկ ռիսկերը, մենք ոչնչացրեցինք մեր պատմամշակութային ժառանգությունը եւ կարող եմ երկար այսպես շարունակել։ Էկոլոգիական կազմակերպությունները աղմկում էին, մենք անընդհատ ցույցերին էինք, դեմոնստրացիաներին էինք, նույնիսկ ես այնքան եմ խոսել նաեւ միջազգային ասպարեզում, որ ՄԱԿ-ի առաջարկով մենք մի քանի ծրագիր արեցինք հենց Երևանի էկոլոգիական գնահատականը, Գյումրի, Հրազդան, հետո եկավ Ալավերդի ուրիշ խումբեր աշխատում եւ այդ բոլոր նյութերը դրվեցին եւ կառավարության արչեւ եւ քաղաքապետարանի եւ ազգային ժողովում էկզեկուցիա, բայց շուկայի ուժը եւ նոր հարստացող օլիգարխների ուժը շատ ավելի մեծ էր։ Եվ այս ամենից ելնելով կարող ենք ասել, որ մենք պետք է մի փոքր ավելի անհանդուրժող լինենք եւ փորձենք ավելի կտրուկ քայլերի դիմել։ Իհարկե, օրինակներ ունենք, որոշ հաջողություններ տարբեր ոլորտներում ունենք եւ հիմա արդյունքում նաեւ մշակվել է Երևանի կենտրոնի կառուցապատման օրենքի նախագիծը, որտեղ հաշվի են առնվել այդ բոլոր խնդիրները իհարկե շատ մեծ ուշացումով, բայց օրինակ երիտասարդների
բաժումը մենք ենք տերը երկրի եւ մենք ենք տերը քաղաքի, կարծում եմ, որ շատ մեծ դերակատարություն ունեցավ, կհիշեք Մաշտոցի պուրակը եւ այլն, բայց գիտեք ինչ, անընդհատ այդ պայքարը չպետք է լինի։ Մենք փաստորեն ոչ թե պայքարում ենք, որ այսինչ օրենքը այսպես է ասում, բայց խնդրում ենք, որ այլ կերպ արվի, մենք ընդհանրապես ասում ենք օրենքի շրջանակներում խնդրում են գործեք իշխանություն։ Այսինքն այդ խնդիրը ինքնստինքյան պետք է լուծված լինի։ Իշխանությունը պետք է գործի օրենքների, ստանդարտների, նորմերի շրջանակներում, եթե խնդիրներ են առաջանում, մենք պետք է ըմբոստանանք։ Իսկ մեզ մոտ մի քիչ այլ վիճակ է։ Անտառների տարածքների կրճատման խնդրի մասին բազմիցս ասվել է։ Չենք սիրում բնությունը, եթե չասեք, որ անտառների հետ էլ վերանում է նաև կենդանական աշխարհը։ Ո՞րն է պատճառը։ Չեմ կարող ասել, որ չենք սիրում, այստեղ դարձյալ հիմքերը ավելի շատ սոցիալ-տնտեսական, մի փոքր էլ քաղաքական ոլորտում է, շատ մեծ բևեռացում է առաջացել երկրում եւ այդ օլիգարխիկ խումբը նա օրենքից բարձր է, նա օրենքին չի ենթարկվում եւ եթե ուզում է հարստանալ անտառների հաշվին, ուրեմն կանի։ Շատ փոքր միջին խավ ունենք եւ ունենք ընչազուր կախկադ ժողովուրդ, որը ի վիճակի չի օրենքը իրականացնելու, որը ստիպված է անտառը կտրի, որովհետեւ գումար չունի գազի համար մուծելու, էլեկտրականության համար մուծելու եւ այլն։ Բայց հետաքրքիր պատասխան է տալիս բնությունը։ Մի երկու օր առաջ իմաց տվեցին, որ արջ է մտել Վանաձոր։ Գայլերի մուտքը գյուղեր անընդհատ եւ նույնիսկ քաղաք սովորական է դարձել։ Դա հենց անտառների ոչնչացման, վերացման խնդիրն է, որ մենք իրենց բնակավայրը ոչնչացնում ենք, իրենց զրկում ենք սնունդից եւ նա ստիպված է։ Գայլը ոչ մի ցանկություն չունի մարդի հետ հանդիպելու եւ նույնը արջը։ Եվ նա ստիպված մտնում է քաղաք։ Բայց ես չեմ ուզում, որ միայն այսպես բացասական մենք խոսենք, որովհետեւ քաղաքում էլ Երևանում էլ դրական փոփոխություններ վերջի տարիներին մենք տեսնում ենք եւ կանաչապատման առումով եւ քաղաքաշինության զսպման առումով եւ ծաղկապատման առումով հիմա ինքնավերականգնում տեղի ունենում անտառների եւ դա տիեզերքից է երևում, իհարկե բավարար չէ եւ կորուստներ ունենք նաեւ անտառների կազմի հետ կապված, բայց բոլոր դեպքերում գործընթացը գնում է, ճիշտ կլինի մենք իրոք գնահատենք դա։ Տիկին Դանիելյան, արգելոցներում կենդանական եւ բուսական տեսակների պահպանումը արդյոք կարող է խնդրի լուծում լինել, թե դա ոչինչ։ Դա խնդրի լուծումներից մեկն է, բայց միայն դրանով իհարկե հնարավոր չէ փրկել, բայց կարևոր լուծում է եւ այստեղ էլ երիտասարդները մեզ բավականին օգնում են, բարբերաբար գնում են արգելոցներ, ստուգումներ են իրականացնում եւ եթե ինչ որ բան են բացահայտում, մեծ աղմուկ է բարձրանում, բայց իհարկե ճիշտ կլինի պետական կառույցները իրենց ֆունկցիաները ճիշտ իրականացնեն, մենք կողքից աջակցենք եւ ոչ թե կռվենք իրենց դեմ։ Իսկ արդյոք ունենք ոռոգման եւ խմելու ջրի սակավության խնդիր։ Եթե այո, ապա ինչու ենք աղտոտում Հայաստանի գետերը։ Գիտեք, ես ինչպես եմ ընկալում գետերը, ինչպես մարդու օրգանիզմի արյան անոթները, այնպես էլ գետերն են երկրի համար։ Եվ հիմա երբ գիտենք, որ ջուրը նաև ինֆորմացիա է ֆիքսում, ինֆորմացիա է տեղափոխում, փոխանցում, հիշողություն ունի, ապա իմ կարծիքով տիեզերքը գնահատում է այդ տարածքի մարդկանց բարոյական պատկերը գետերի, լճերի վիճակին գնահատելով։ Ինձ համար Սևանը օրինակ տիեզերքի աչքն է Հայաստանում։ Եվ իհարկե մեր վերաբերմունքը այստեղ խիստ անբավարար է։ Կան օբյեկտիվ պատճառներ, որ մաքրման կայանները մեծամասամբ մենք կորցրեցինք եւ հիմա կամաց վերականգնում ենք, բայց խնդիր կա նաեւ, որ այդ վերաբերմունքը կա, որ ջուր ամեն ինչ կտանի։ Ես մի անգամ մի պատկեր եմ տեսել, գնում էինք դեպի Ալավերդի եւ հենց իրար հետևից այսպես պաստառներ էին աղբը չթափել գետի մեջ եւ եկավ աղբատար մեքենան եւ լրիվ ամբողջ աղբը շուռ տվեց գետի մեջ։ Այդ վերաբերմունքով մենք իհարկե դրական պատասխան այս հողակտորից, որ մեզ պատկանում է, մենք չենք ստանա։ Պաստառներով չէ, որ պետք է լուծվի, պետք է պատժվի նման դեպքերը։ Եվ պետք է պատժվի եւ վերաբերմունքը պետք է փոխվի։ Ես անընդհատ հիշում եմ իմ մեծ մամի պատմած հեքիաթները, որտեղ ջուրը շատ մեծ կարեւորություն ուներ։ Նա որպես մի հեքիաթի
անց գործում էր խոսում էր, խորհուրդներ էր տալիս եւ հերոսը եկավ ու ջրին պատմեց, հետո ինչ որ կարմիր ջուր կար, դեղին ջուր կար, ամեն մեկը իրեն ֆունկցիան ուներ, այդ վերաբերմունքը մենք կորցրել ենք։ Այսինքն պետք է նաեւ հասարակությանը իրազեկել։ Շատ կարևոր է, իհարկե գիտեք ինչպես ինձ հետ շատ է եղել, դե միշտ դասավանդում եմ եւ մտնում եմ լսարան, ընդհանրենք պատմում եմ, որ այսպես պետք է լինի, այսպես պետք է լինի եւ անպայման գտնվում էր վերջերս այդքան չէ, որովհետեւ հիմա մագիստրատուրայում եմ հիմնականում դասավանդում, գտնվում էր ուսանող, որ ասում էր Տիկին Դանելյան, իսկ դուք տեսել եք եւ պատմում է մի երևույթ, որը հենց աչքի առաջ է քաղաքում կամ այլ վայրերում եւ եթե այդքան մեծ է տարբերությունը, այն թեորիան, որ դու դասավանդում ես ինչպես պետք է լինի, իսկ կյանքը լրիվ հակառակն է ցույց տալիս, այստեղ չգիտես ուսանողը դեպի ուր կկողմնորոշվի։ Ինչպես եք պատկերացնում հասարակությանը իրազեկելը, սոցիալական հոլովակներ, թե մենք հիմա ծրագիր ենք իրականացնում Հայաստանի Հանրապետությունում Հետրիո +20 գործընթացի իրականացման ընթരാճ եւ այստեղ նախատեսել ենք տեսնենք կառավարությունը ինչպես կվերաբերվի եւ մեր կարծիքով հեռուստատեսությամբ կարելի է նաև ռադիոյով այդպիսի հաղորդաշարներ անել մենք եւ մեր մոլորակը գիտեք ցույց տալ դրական փորձը ցույց տալ բացասական երևույթները եւ հետևանքները հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել որ եթե մենք մի 30 տարի առաջ ասում ենք այդպես կլինի մեզ վրա ծիծաղում էին հիմա ամենալուրջ հիմնականները գրում են որ մենք եկել ենք այնպիսի իրավիճակի որ մարդկությունը մտել է պայքարի մեջ բնության հետ չհասկանալով թե ինքը ընդհանրապես բնության մի մասն է եւ հիմա մոլորակը կարծես վանում է մարդկությանը բավական է միացնել հեռուստատեսություն մտնել ինտերնետ ռադիո միացնել եւ տեսնել թե որտեղ ինչ է կատարվում այստեղ երկրաշարժ այնտեղ հրաբուխներն են զարթնել այստեղ ցունամի այստեղ ջրհեղեղ եւ սելավ մյուս տեղերում հակառակը երաշտ է եւ այրվում են անտառները եւ մոտենում է քաղաքներին դրանք պատահականություն չեն դա մոլորակի պատասխանն է մի անգամ ինձ մի տիկին մի քանի տարի առաջ մոտեցավ փողոցում ասեց Տիկին Դանելյան դուք սխալ եք խոսում Դուք սկսում եք պատմել ինչքան կարևոր է բնությունը նրան պետք է այսպես վերաբերվել այնպես ոչ դուք ասեք բնությունը դաժան է մարդ հասկացի դու դրան մատով կպնում ես նա 10 պատիկ քեզ վերադարձնում է երևի այդ փորձենք փոքր վախեցնել Հայաստանում բոլորս այսօր մտահոգ ենք Սևանա լճի մակարդակի իջեցման խնդրով եթե լճի մակարդակը հնարավոր եղավ բարձրացնել ապա օրհասական է ձկան պաշարի խնդիրը ինչ լուծում կա այստեղ Նախ վերջի տարիներին ցավոք մենք դանդաղեցրել ենք բարձրացումը եւ կարեւորը նա է որ շատ վատ ենք մաքրել ափերը եւ սա բերել է նրան որ այս տարի ծաղկեց դարձյալ լիճը կանաչ կապուտ ջրմուրներով որը բավականին տհաճ էր թե չէ մենք դարձյալ մեծ ուսումնասիրություն ենք իրականացնել եւ շատ ուրախանում ենք որ արդեն բոլոր դրական փոփոխությունները լճում տեսնում ենք շատ կարեւոր է ձուկը ոչ միայն որպես ձկնային պաշար այլ նաեւ այդ այսպես կոչված սննդային շղթայի վերևի մասում ձուկն է եթե դու ձուկը վերցնում ես այդ օրգանական ամբողջ նյութը մնում է լճում եւ լճի ճահճացման գործընթացը արագանում է այնպես որ ձուկը նաեւ դրական էկոլոգիական արժեք ունի խնդիրն ինչ է իհարկե նախապորինի ձկնորսությունը բայց Մենք չենք կարող մարդկանց սովին մատնել, ես անդադ այդ հարցն եմ բարձրացնում, որ մարզում պիտի զարգացնես սոցիալ-տնտեսական ուղղությունները, որպեսզի մարդը աշխատատեղ ունենա եւ նրա աչքը այդ խեղճ լճի վրա չլինի։ Ինձ ասում են դա էկոլոգների խնդիրը չի, բայց դա էկոլոգների խնդիրն է։ Նաեւ ձուկը հիմնականում բազմանում է գետերում եւ այն գետերը, որոնք լցվում են Սևան։ Այդ գետերի վիճակը աղբատար են եւ դա շատ է խանգարում եւ հեկերը շարել ենք հեկերը հենց նույն այդ հարցն է ուզում տալ որ հեկերի շինարարությունը կառուցումը մեծ թափ է ստացել հիմա հա որոշում ընդունվեց որ այլևս Սևանի ավազանում հեկեր չկառուցել բայց եղածներն էլ բավարար են որպեսզի խոչընդոտեն ձկան բազմացմանը եւ այդպիսի բազմաթիվ խնդիրներ կան մեծ գումարներ ծախսվում են մանրաձուկը լցվում է լիճ բայց շարունակությունը մենք չենք կարողանում
ապահովել։ Մեր հարցազրույցի սկզբում դուք ասացիք, որ ամենակարևոր խնդիրներից մեկը հենց հանքերի շահագործումն է։ Տիկին Դանելյան, նաև կա պոչամբարների խնդիրը, Իհարկե։ որը բավականին Նույն սուր է։ հենց ամիջապես հանքարդյունաբերության հետ կապված է։ Բնապահպանական կազմակերպությունները եւ խմբերը բավականին ակտիվ են։ Այստեղ կա ինչ-որ առաջընթաց, ինչ անելիքներ ունենք այս Ցավոք այս ոլորտում։ ոլորտում չեմ կարող ասել, որ առաջընթաց ունենք։ Դարձյալ մենք մեր ծրագրում որպես առաջի հիմնախնդիր դա ենք ցույց տվել։ Գնալով ընդլայնվում է ընդերքօգտագործումը եւ եթե առաջ անտառածածկ տարածքներում նույնիսկ սովետական տարիներին արգելված էր, ապա մենք արդեն թեղուտի օրինակը ունեցանք, հիմա հետևից գալիս են հանքավան, չգիտեմ, կտեսնենք ինչ կլինի եւ նույնիսկ մեզ խիստ անհանգստացնում է այդ որոնումները Սևանի ափամերձ տարածքներում նավթի եւ գազի, մեզ ասում են, որ դա ընդհանրապես գիտական աշխատանքներ են եւ գիտատեխնիկական, դա չի նշանակում, որ պետք է շահագործվի, բայց դժվար ենք պատկերացնում այն կամպանիան, որ այդքան գումար կծախսի, որպեսզի կգտնի եւ հետո կասի դες տեսություն ես գնացի, դուք ձեր գազը ու նավթը ձեզ համար։ Դա շատ դժվար պատկերացնելու անհավատալի խնդիր է, իսկ դա ուղղակի կնշանակի Սևանի ոչնչացումը։ Այստեղ մենք մեծ պայքար ունենք։ Եվ որքան գիտեմ, միայն Սևանը չէ, պոչամբարների հետ կապված էլ մեծ խնդիրներ կան։ Պոչամբարների հետ կապված շատ մեծ խնդիրներ Հետևանքները գիտեմ, որ սարսափելի են։ Շատ մեծ խնդիրներ ունենք, որովհետև դրանք ուղղակի քաղցկեղի պես այսպես ծածկում են Հայաստանի տարածքը եւ ես ունեմ նաեւ տիեզերքից նկարներ, ինչպես պոչամբարները այսպես մեծանում են եւ խժռում են անտառները։ Բացի այդ էլ հիվանդ երեխաների ծննդության թիվն է մեծացել, որքան որ գիտեմ։ Ախթալայում եղան ուսումնասիրություններ, Ալավերդի շրջակայքում նաեւ Սյունիքի մասին ես վախենում եմ խոսել ուղղակի, որովհետեւ կարող եմ ասել, որ աշխարհի կեսը տեսել եմ այդպիսի տարածք, ինչպես Սյունիքն է, ոչ միտեղ չեմ տեսել, որտեղ հրաշք բնություն է, հրաշք բնական լանդշաֆտներ, որոնք զուգակցվում են աննման պատմամշակութային ժառանգության կոթողների հետ եւ դա ուղղակի ոնց որ туриզմի համար ստեղծված, ռեկրեացիայի համար ստեղծված տարածքեր նրբիրված Հայաստանին, Հայաստանի մեջ եւ մենք բռնում ենք հիմքից կտրում ենք դա։ Ամենամեծ ցավն է մեր հիմա Սյունիքը։ Տիկին Դանելյան, խնդիրները, ինչպես հասկանում ենք, բազմաթիվ են եւ նույնիսկ երբեմն թվում են անլուծելի, բայց մի դրական փաստ ասացիք, որ ունենք շատ ակտիվ երիտասարդություն, ովքեր պատրաստ են պայքարել երկրի համար, իրենց ապագայի համար։ Ակնհայտ։ Ինչպես եք տեսնում այս ամենի լուծումը, որտեղից պետք է սկսենք, ինչ պետք է անենք։ Գիտեք, որևէ խնդիր լուծել հնարավոր չի, եթե իշխանությունները չեն ուզում, հանրությունն է ուզում եւ հակառակը իշխանությունը ուզում է, հանրությունը չի ուզում։ Շարժումը երկկողմանի պետք է լինի, ինչքան որ ես տեսնում եմ մի փոքր շարժ իշխանության կողմից նաեւ կա, բայց ուզում եմ կիսվել նաեւ վերջերս բավականին քննարկումներ եղան կառավարության ընդունելության տանը Հայաստանի էկոնոմիկայի զարգացումը, էներգետիկայի զարգացումը, հայ-իրանական պայմանագրերը բիզնես ոլորտում եւ որևէ տեղ ես չտեսա բնապահպանության նախարարության ներկայացուցիչին։ Կազմակերպիչներին ասում եմ, ինչու չկա բնապահպանության նախարարությունը։ Ինձ ասում են, Տիկին Դանելյան, էկոնոմիկան է քննարկում, բիզնեսն է քննարկում, իրանք ինչ գործ ունեն։ Ասում կներեք, ոչ թե իրանք ինչ գործ ունեն, այդ ընկալումը չկա, որ էկոլոգիան ամենուրեք է։ Դու բիզնեսը վակուումում չես զարգացնում։ Դու բիզնեսը շրջակա միջավայրում ես զարգացնում եւ առաջնայինը պետք է լինի նաեւ էկոլոգիայի նախարարության կարծիքը, որպեսզի հետո մենք այդ կռիվների մեջ չմտնենք։ Այդ հասկացությունը ես դեռ չեմ տեսնում։ Դե ինչ հուսանք, որ կկարողանանք այդ հասկացությունը շատ շուտ մտցնել մարդկանց մտածելակերպի մեջ եւ կկարողանանք միահամուռ, ինչպես դուք ասացիք, երկկողմանի համագործակցության շնորհիվ փրկել այն ամենը, ինչ մենք ուրիշ ճանապարհ չունենք եւ կարծես թե քայլ առ քայլ մոտենում ենք այդ ճանապարհին։ Տիկին Դանելյան, շատ շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար եւ հետաքրքիր զրույցի համար։ Հուսով ենք մեր զրույցն էլ իր ինչ որ նպատակը տեղ կհասցնի։ Ռադիո լսողների մոտ շնորհակալ ենք։ Հայրենիքը նախ եւ առաջ այն հողն է, որի վրա ապրում ենք, այն ջուրն է, որը խմում ենք, եւ այն բնությունն ու կենդանական աշխարհն է, որոնց պահպանման պատասխանատուն մարդն է։ Հանդուրժողականությունը աշխարհի ներդաշնակության հիմքն է։
Ավարտվեց հարթակի հերթական հաղորդումը։ Այսօր զրուցում էինք բնապահպանական խնդիրների մասին։ Մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ ժամը 13-ին։ Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք մեզ ուղղել գրելով մեր Facebook-յան էջին։ Եվ հիշեք, մենք կարևորում ենք յուրաքանչյուրի կարծիքը։